Այսօր պատրաստում ենք թարմ, գունեղ, անչափ համեղ աղցան, որը հիանալի ընտրություն է թե առօրյա, թե տոնական սեղանների համար։ Հյութալի հավի մսակտորները, խրխրթան բրոկոլին և քաղցր եգիպտացորենը ստեղծում են կատարյալ համադրություն, իսկ պարզ թանձրուկը այս աղցանին տալիս է առանձնահատուկ համ։ Պատրաստվում է հեշտ ու արագ տարբերակով և ստացվում է այնքան համեղ, որ անպայման կցանկանաք կրկնել։ Ստացվում է գունեղ, վիտամինաշատ, սպիտակուցներով հարուստ դիետիկ աղցան։ Մեզ անհրաժեշտ է մոտ 400 գրամ հավի կրծքամիս, որը նախապես դնում ենք աղաջրի մեջ, թողնում ենք մոտ 15 րոպե, այնուհետև բաժանում ենք մանր կտորների և համեմում ենք։ Ավելացնում ենք սոյայի սոուս, բուսայուղ, պապրիկա, մի փոքր սև պղպեղ և մի լավ խառնում ենք, թողնում ենք այսպես մարինացվի մոտ 30 րոպե։ Քանի որ սոյայի սոուսը բավականին աղ է պարունակում, համեմելիս աղ չենք օգտագործում։ Կես կիլոգրամ վառ կանաչ երանգ ունեցող բրոկոլին բաժանում ենք մանր ծաղկաբույլերի։ Տհաճ անակնկալներից խուսափելու համար բրոկոլին դնում ենք աղաջրի մեջ, թողնում ենք 25-ից 30 րոպե։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում գազարը, մանր կտրատում ենք մի փոքր փունջ համեմ։ Քանի որ ամառ է, աղցանը կպատրաստենք թարմ եգիպտացորենով։ 4 թավայի մեջ տապակում ենք հավի կրծքամիսը մինչև ստանա ոսկեզօծ գեղեցիկ երանգ։ Ընթացքում 2-3 անգամ խառնում ենք։ Քանի որ մարինացնելու ժամանակ բուսայուղ ենք օգտագործել, այս փուլում այլևս չենք ավելացնում։ Սոյայի սոուսը հավի մսին տալիս է գեղեցիկ կարամելային երանգ և հաղորդում է նուրբ տարբերվող համ։ Միսը արդեն պատրաստ է, մի կողմ ենք դնում, եփում ենք բրոկոլին և եգիպտացորենը։ Արագ լինելու համար բրոկոլին և եգիպտացորենը կեփենք մեկ կաթսայի մեջ։ Եռման ջրի մեջ աղ ենք լցնում, ավելացնում ենք բրոկոլին և եգիպտացորենը։ Բրոկոլին եփում ենք ընդամենը 3 րոպե, իսկ եգիպտացորենը 10-ից 15 րոպե։ Այնքան ենք եփում, որ բրոկոլին մի փոքր խրխրթան մնա, անմիջապես դնում ենք սառը ջրի մեջ, թողնում ենք մոտ 5 րոպե, որպեսզի պահպանվի այս գեղեցիկ կանաչ գույնը։ Եգիպտացորենը եփելուց հետո դնում ենք սառը ջրի մեջ և առանձնացնում ենք հատիկները, շատ հեշտ է։ Ինչպես նկատեցիք, օգտագործում ենք միայն վիտամիններով և սպիտակուցներով հարուստ առողջարար բաղադրիչներ, իսկ հիմա հավաքենք աղցանը։ Բրոկոլիի վրա ավելացնում ենք թարմ եփված եգիպտացորենը, անկորիզի թապուտուղ, քերած գազար, ինչպես նաև մանր կտրտած համեմը։ Բաղադրիչներին միացնում ենք կարամելացված հավի կրծքամիսը և ավելացնում ենք համեմունքները։ Աղցանը շատ համեմունքներով ծանրաբեռնել հարկավոր չէ։ Ավելացնում ենք մի փոքր աղ, ձիթապտղի ձեթ և բալզամիկ սոուս, որ այս աղցանին յուրահատուկ համ է հաղորդում։ Աչք շոյող գունառատ աղցան է ստացվում, իսկ համի մասին կիմանաք, երբ պատրաստեք ինքներդ։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն, թողնում ենք մոտ 10-15 րոպե, այնուհետև մատուցում ենք։ Սա չափազանց համեղ է, անպայման փորձեք պատրաստել։ Վստահեցնում եմ, մեկ անգամ փորձելուց հետո այս աղցանը կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկը։ Դիետիկ է, օգտակար, վիտամինաշատ, գունառատ և շատ համեղ։ Այսօր էլ այսքանը բարեկամներ, սնվեք առողջ և եղեք առողջ, առայժմ։